Turbo Drive Բարև ձեզ, եթերում Turbo Drive նախագիծն է եւ այսօր այցելել եմ հրաշալի ավտոէլեկտրիկ վարպետ Արմեն Արուշանյանին։ Արմեն, ողջույն։ Ողջույն ձեզ։ Ինչ ենք սպասարկում։ Nissan ենք սպասարկում։ Nissan Xenon-ա։ Ինչ է պատահել, ինչ է անում։ Այս պահին ստուգում ենք մեծ կեքը, տենանք ցեպի լոճվածություն կա, երկարացա թե չէ։ Այո։ Իմի սարքը միացրած է դատչիկներին։ Կալենվալ, ռասպրեդվալ, հիմա ստուգում ենք մեծ կեք տենանք տեղնա թե չէ։ Շարժիչի մետկաներն ենք ստուգում։ Հա։ Կարծում ես շեղված կլինի։ Հա, ստե ցույց է տալի, աշիպկա է ցույց տալի, դատչիկները առանձին աշխատում է, հիմա ուզում ենք հասկանանք կարողա ցեպը երկարացել է դրա համար է, թե իրոք ինչ որ ուրիշ խնդիր է։ Շղթան ինչից է երկարում։ Հիմնական պատճառ կա, որ տարածված է այդ պատճառը։ Դե ինքը ոնց որ ժամանակի ընթացքում է, էլի։ Այդ շիստիրոնքի վրա որ ցեպերը աշխատում է, ինքը սկսում է ատամների վրա ավելի խորանում է, ուտեից ինքը սկսում է մեծանալ։ Turbo Drive։ Այս շարժիչը վերանորոգված է։ Ուզում հասկանալ դա կարող է վարպետի սխալ լինել, թե։ Չէ, շարժիչը ճիշտ ասած իրանն է, տենց փոխված չի, ոչ է ռեմոնտ արած է։ Այսինքն այս մեքենան քեզ մոտից կարող է գնալ շարժիչի վարպետի մոտ, հավանականությունը մեծ է։ Կարող լինի։ Հիմա ուզում ենք հստակ իմանանք, որ հետո կարողանանք точный դիագնոզ ասենք, սխալ տեղ չուղարկենք։ Ինչ որ բան ասում է սարքը, թե դեռ չէ։ Հա, ստե ցույց է տալի, էսի կալենվալն է։ Էսի։ Այսի կալենվալի ատամներն է ցույց տալի։ Էսի բաց թողած ատամներն է իրա։ Հետո սրանով դզում ենք։ Էս մեկը M-յուս ռասպրեդվալինն է, էսը M1։ Սենց դնում ենք իրար վրա և մեկ կեքը սրանով ստուգում։ Վարորդը ինչ է տեղի ունեցել, որ որոշել է գալ ստուգելու, այդ ժամանակ ինչ է լինում մեքենայի հետ։ Ճիշտ ասած ավտոն մենակ ցածր ապարոտում է աշխատում։ Երբ սեղմում է գազի ոտնակը, հա, գազը այն որ շարժիչը ձայն է հանում, բայց չի գնում մեքենան, չի կարում ապարոտ վերցնել։ Դա կարող է այտենց լուրջ պատճառ ունենալ, հա, ոչ թե ինչ որ մոմիկի խնդիր կամ։ Չէ, ինքը պերեբոյ չի աշխատում, ինքը մաքուր է աշխատում, ստե ոնց որ հələ точный չի, բայց ոնց որ ռասպրեդվալը մնացել է շեղված դիրքում։ Ահա։ Մեծ ծախս է սպասվում ոնց որ։ Չեմ կարող ասել։ Turbo Drive։ Ինչ ասում։ Դեռ ստե նայում ենք, հեսա էտալոնի սիգնալների հետ համեմատում ենք։ Ու դրանից կորոշենք, էլի։ Մեկ էլ մի հատ ուզում ենք այս ռասպրեդվալները պրինուդիցիլնի իրան շարժենք, տենանք ավտոյի գործը կփոխվի, թե չէ։ Հնարավոր է, որ այստեղից հանգիստ գնա, հա, վարորդը։ Հա, բա ինչ։ Հնարավոր է եւ Այս պահին ամեն ինչ հավանական է, դեռ պետք է ստուգել, հասկանալ։ Հələ փորձում ենք տենանք ինչ կստացվի դրանից։ Երևի կդզվի, եթե ցեպի խնդիր չլինի, մնացածը կդզենք, եթե չէ, ուրեմն մոտարիստի մոտ։ Լավ, այստեղ ինչ գործեր ես անում։ Տարբեր։ Հիմնական մոտորի հետ կապված ծրագրավորում ենք եւ օրոդվա ենք անում։ Խոսենք այդ մասին, շատ հետաքրքիր է հզորացնելու համար, հա, ձիաուժ ավելացնելու համար։ Հա, բայց я не сторонник։ Վարպետը դեմ է, այո, վարպետը դեմ է, բոլոր վարպետները այդպես են ասում։ Ռեսուրսը կրճատում է։ Դե հա, որ ինչ որ մի բանի օգնում է, մի բանի էլ վնաս է տալի, էլի։ Այո։ Ասենք որ մրցումներից առաջ մարդ դոպինգ է ընդունում, այդ ինչ որ մի բանի իր օգնում է, բայց դա ճիշտ չէ, էլի։ Այո։ Լավ, քանի ձիաուժ է հնարավոր ավելացնել այդ եղանակով, ասենք այս շարժիչին, սա ինչ շարժիչ է։ Երևի
10% կարելի է 10%. ավելցնել։ Ոչ ավել։ Եթե ուզես ավելի շատ, արդեն պիտի պուսնոյ կոլեկտոր, բան, տենց տուրբինա, դե այդ արդեն որ սպորտով է, էլի զբաղվում, իրանց համար կարևոր է այդ մի հատ պայծինը, որ ավտոն մի հատ Հաղթի մրցումի բոլորին։ մասնակցի, դրանից հետո որ մատորը խփել, իրա Աչքին չի գալու հաղթանակ։ դե հիմնական տենց է, էլի իրանց ավտոնները նախատեսած է, որ այդ գոնկի մասնակցեն, դրանից հետո նորից քանդում են, նորից սա հավաքում։ Արդյոք պահանջարկ ունի այսօր մեր վարպետների կողմից այդ ձիաուշ ավելացնելը։ Շատ են գալիս դրա համար։ Չէ, հիմնական ոչ թե ձիաուշ, Եվ ովքեր են գալիս։ Ավելի երիտասարդ սերունդը թե։ Չէ, ես կասեի ով որ կատալիզատորը հանում է ուզում է եվրոդվա գրի, ասենք EGR-ի խնդիրա տալի, ուզում են EGR-ը անջատեն։ Ասենք մեկի ջերմաստիճանը ուշ վենտիլյատորը միացնում, ուզում է որ ամառը խոսքի ոչ թե 100-ում միանվա, այլ ասենք 90-ում միանվա, ծրագրով էտել ենք դզում։ Ու տենց տարբեր պատճառներով շատ բաներ կա, էլի որ ծրագրով կարաս անջատես, կարաս միացնես։ Հիմնական էդ է։ Ուրիշ ինչ գործեր են արվում այստեղ։ Բանալի գրել, Բանալի, շատ հետաքրքիր չիպեր, է։ Ահա։ ես իմ մոտորի բլոկ վերանորոգել, ուրիշ կպցնել։ Դա մոզգն է։ Հա, ռազբորից որ բերում են, ասենք չիպը չինում, խոտ չինգում, էդի միացնել էս ավտոին, էլի ոնց որ իր հետ կապել, որ խոտ տա։ Վարպետի ամենասիրելի գործը ենթադրում եմ, որ հենց շարժիչի մոզգերի հետ աշխատելն է, հա։ Դե հա, вообще կրահել։ Բարդ մանրակրկիտ փոքրիկ դետալների հետ։ Հա, էլի, տենց նստած գործ է։ Նստած գործ։ Լավ, գազով է շահագործվում մեքենան, խոսեցինք շարժիչի մոզգի մասին, արդյոք սա ազդում է։ Ինչա կատարվում շարժիչի մոզգի հետ, երբ մի օր արդեն բենզինի փոխարեն գազ է շահագործում վարորդը։ Իմ մտածելով Զարմանում է մոզգը։ Չէ, ես կասեի, եթե նկատի ունեք ինչին է վնաս տալի, երևի մենակ կլապանների, Porsche-ի, Մեխանիկական հա, դետալներին, տենց ինքը էլեկտրականության հետ вообще վնաս չի, էլի։ Լավ, ըստ վարպետի ամենախելացի մեքենան, եթե խոսենք 2020 թվականից հետո արտադրված մեքենաների մասին, մի կողմ դնելով էլեկտրոմոբիլներին, հա, ներքին այրման շարժիչով մեքենաներից 2020 թվականից հետո արտադրված մոդելներից, ըստ քեզ որն է ավելի խելացի, որը ամեն ինչ հասկանում է, շատ ֆունկցիաներ ունի։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Հասկանում եմ, որ մի քանի մոդել կարող են լինել ամենախելացիները։ Արդյոք դրանց մեջ է նաև Range Rover-ը։ Ես մտածում եմ, որ իմ համար, իմ կարծիքն է դա անձնական, ինձ Toyota-ն է դուր գալի։ Ես գիտեի, չես մատ։ Turbo Drive։ Խոսենք քո մեքենայի մասին։ Իմը Lexus-ա, Այո։ 470, 2006 թիվ է, 18 թե 19 թվից ես եմ ներմուծել Ամերիկայից։ Ահա։ Ես իմ ավտոմեքենան ոչ մեկի հետ չեմ, ոչ մի ավտոյի հետ չեմ փոխել։ Ինքը ինձ շատ դուր է գալի, ես իր վրա ծախս չեմ դնում, ինչ պահանջվում է, վախտինց վեճեք փոխում ենք, ես իմ տենց ոչ թե էդի ռեմոնտ չէ, էլի, էդի ոնց որ обслуживание, հա, էդի իր обслуживание, ասենք յուղ ենք փոխում, կալոտկա ենք փոխում, սվեչա ենք փոխում, այդ ավտոմեքենան ես արդեն շատ եմ քշել, երկար։ Ինքը ոնց որ ինձ ճամփին չի թողել։ Խելոք եւ դիմացկուն մեքենա է։ Դրա համար ես իմ մեքենան չեմ փոխում, կոզի շատեր ասում են փոքր մոտորով եկալ, քիչ ծախսող լինի բան։ Գազը շահագործում։ Հա, հեղուկ գազա։ Ասենք այն մեքենան, որ պիտի փոքր մոտորով լինի, ես տենց եմ մտածում, որ ես այդ մեքենան քշելու եմ, ասենք քիչ բենզինի գազի փող կտանք։ Դրա փոխարեն ես դնելու եմ ավտոյի ռեմոնտի վրա սաղ այդ փողերը։ Իսկ սենց այդ նույն փողը ոնց որ գարուչի ես լցնում, հանգիստ քո համար քշում։ Լավ, երբ եկավ քո հավանած ընտրած Lexus-ը Միացյալ Նահանգներից, ինչ վիճակում էր։ Մի հատ դուռ է փոխվել,
Մեկ էլ այն подножкան տակի։ Էլեկտրականությունը ինչ վիճակում էր։ Շատ լավ։ Բնականաբար առաջին հերթին ստուգեցիր, հա։ Չէ, ոչ մի խնդիր էլ չկար։ Հա։ Վարպետը գնում է վարպետների մոտ։ Ինչ։ Վարպետը գնում է վարպետների մոտ իր մեքենայի համար։ Գնում ենք, բա ինչ ենք անում։ Թե փորձում եք ինչ-որ խնդիր, որը ավտոէլեկտրիկի գործի հետ կապ չունի, մտածում ես կարող եմ ես ինքս լուծել։ Չէ, դե տենց չի, հիմի վարպետին էլ վարպետ ընկերներ են, մեկը խադավոյով ազբաղում, մեկը մոտորով ազբաղում։ Մենք էլ գնում ենք մեր օրը իրանց հետ անցկացնում, մեր ավտոն սարքում են, տալի մեզ։ Ոնց որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, ասենք կալոտկան ես էլ կարամ փոխեմ, բայց նախընտրում եմ, որ համ կգնաս քո կոլեգային տենաս, մի հատ կոֆե կխմես հետո, ինքն է քո ավտոն կսարքի, քեզ ճամփու կդնի։ Համագործակցում ես այլ ավտոէլեկտրիկների հետ, լինում են իրավիճակներ, որ խորհրդակցել եւ այլն։ Հա։ Օնլայնով էլ ենք անում, հեռախոսազանգով էլ ենք անում, որ պետք է լինում մենք էլ ենք գնում իրանց մոտ։ Պետք է լինում ինքնագալի մեր մոտ ինչ-որ մի բանով օգնելու։ Լավ, ամենաբարդ խնդիրը, որ սպասարկել ես, կարգավորել ես, կարող ենք հիմա պատմել, հիշել։ Դե տենց Աննա ջան, խնդիրներ տարբեր են լինում։ Այդ շատ խառը խնդիրներով մեքենա, լուրջ խնդիրներով։ Լուրջ խնդիրներ մենակ ռուլը փոխած ավտոմեքենաների վրա եմ ես հանդիպել։ Պաստայանի այդ պրավոդկի խնդիր, բան, ասենք պայկով չհավաքած մի տարի, 2 տարուց հետո ակիսլաց հալնում, то գազի պեդալն անջատվում, մեկ դրոսելը չի ենթարկվում, մեկ ես իմ ահագին խնդիրներ է առաջանում։ Մոնտաժի հետևանքով։ Այ ոնց որ չգիտեմ միջև մեզ ով արել, դաժե այ հիմի, այսպես կանանք մի հատ էլ լույս գցենք, այսպես շտեկեր են փոխել, այսպես։ Սրանցից մեկը սենց գցած էր, այսպես։ Մնացածը թողել են բաց։ Ինչ ահավոր է։ Հա, այս մեքենայի պրավոդկան շատ ահավոր է։ Վտանգավոր է շատ։ Հա, հեսա ստեղ էլ կան լարեր բաց։ Հեսա, չգիտեմ ինչի լարահալը, այսպես թողել են բաց, կապած։ Հրդեհի պատճառ կարող է դառնալ։ Մինչ մենք խոսում ենք, սարքը հետազոտում է։ Չէ, սարքը կայնացրած է։ Հասկացա։ Վերջնական բան կարող ենք ասել, թե դեռ պետք է փորձես ուսումնասիրել։ Չէ, հələ ուսումնասիրելի բան կա, հələ մի հատ էլ պիտի իմպուլս տանք էս աշխատենք, տենանք ռասպրեդվալները կշարժվի, պրինուդից լինի, թե չէ։ Եթե սա շարժվի, արդեն կերևա։ Համար ունենալ երկրորդ բանալի, արդյոք դրա համար գալիս են վարորդները, թե գալիս են այլայլված, բանալին կորցրած։ Դե հիմի սենց ասեմ, եթե բանալին կորցրած է, վերականգնելը ավելի դժվար է, ավելի երկարագործ է, Եվ ավելի թանկ է։ Ասենք եթե երկրորդ բանալի ունես, սկսենք դից, որ միտեղ կորել է։ Հանգիստ կարող ես կորցնել առաջինը, եթե ունես երկրորդը։ Հա, հետո ասենք եթե երկրորդը կորել է, այն մեկով խոդատվել եկել, թազեն գրում ենք, նորից նենց ենք անում, որ այն կորած բանալին ավտոյի հիշողությունից ջնջում ենք, որ այն մեկով ոչ մեկ չկարողանա, ոչ բացի, ոչ խոտ տա։ Ինչ բանալիների համար են հիմնականում գալիս ճապոնական, եվրոպական մեքենաների վարորդները կամ նոր ձեռք բերած վարորդները գալիս են։ Մեծամասնությունը Ամերիկայից ներմուծած թազա մեքենաներն է, այդ վթարից հետո, չգիտեմ, այդ բանալին ինչ են անում, որ ավտոյի հետ չեն ուղարկում։ Մեծամասնությունը այդ թազա ներմուծված ավտոներինն է։ Արդյոք տարեթվով նոր մեքենաների բանալի գրելը ավելի դժվար է, քան հին մեքենաներինը։ Ծրագրային տարբերություն կարծում եմ կլինի։ Թազա մեքենաներինը հիմնական օնլայն է գրվում, ինչ որ մի բան սերվերից է իր ավտոյի քաշում բերում, այդ սարքը որ միացնում ես, ասենք հինինը կարող ես բլոկը հանես, պամիցից ինչ պետք է վեկալես, դու տեղում հարցը լուծես։ Հիմի այս թազա մեքենաների մեծամասնությունը, որ պիտի այդ սարքը օնլայն ինտերնետ տա սարքին, ինքը ինչ որ մեջից ավտոյից քաշում է, ուղարկում է սերվեր, դեռ սերվերում հաշվարկում են, հետ ուղարկում է ու դրանից հետո կարող ես բանալին գրես։
Լինում է դեպքեր, որ չի ստացվում։ Դե մեկ-մեկ լինում է, ոչ թե չի ստացվում, ասենք կոնկրետ այդ մոդելը, այս սարքը, ասենք Չի սպասարկում։ չի սպասարկում։ Ահա։ Օբշից տենց լինում է, բայց կարա ուրիշ սարքով, ասենք հաջողվում է, էլի անել։ Դրա համար էլի մի հատ սարքը քիչ է, էլի, պիտի Այո։ մի քանի տեսակի լինի, որ կարաս ոնց որ универсального нету, да, прибора։ Ահա, ահա։ Ասենք կարող է մի սարքը խոսքի ճապոնական մեքենաների հետ լավ աշխատի, եվրոպականի հետ այդքան էլ չի։ Հա։ Լավ, Արմեն, արդյոք վարորդները գալիս են ժամանակ առ ժամանակ ուղղակի դիագնոստիկա անելու, մեքենայի վիճակը հասկանալու, թե գալիս են Ճիշտն ասած, կոնկրետ խնդիրով արդեն ճիշտն ասած չեն գալի։ չեն գալիս։ Միջև ավտոն չի փչանում, միջև ավտոն չի հանգում, միջև դնում են էվակուատորի վրա, այդ դեպքում բերում են։ Տենց շատ քիչ դեպքեր ա լինում, որ ասենք ավտոն բերել է, պրոստը մի հատ ծեղզնում անցկացնի։ Ահա։ Ինչքան քշում, այդքան քշում են։ Լավ, տորպեդոյի վրա, հա, այդ շիթոք պրիբորի վրա ամենավտանգավոր լույսը, հասկանում ենք, որ կարմիր լույսերն են, հա, ամենավտանգավոր լույսը, որ կարող է մի օր վարորդը տեսնել, ո՞րն է։ Ես կասեի SRS-ի լույսն է ամենավտանգավորը։ SRS-ի լույսը ամենաշատ ականջի հետև գծվող վարորդների կողմից լույսն է, կարծում եմ։ Հա, շատերը լամպոչկան են Անտեսում հանում կամ աբմանկեքով են հավաքում կամ SRS-ի լույսը ինչ է ասում։ Ասում է, որ խնդիր կա անվտանգության որևէ բարձիկի Այո։ հետ։ հա, այդ ինքը ցույց է տալի, որ այդ սիստեման այդ պահին չի աշխատում։ Դա կարող է վառել լույսը, եթե որևէ մի ճայթիչ կամ մի բարձիկ չի աշխատում, ոչ թե ամբողջ մեքենայինը։ Չէ, եթե ինքը այդ լույսը վառում է, այդ բլոկը չի աշխատում։ Ահա։ Ինքը վթարի դեպքում չի բացելու բարձիկ։ Անհապաղ պետք է վերականգնել, Դե հա, համաձայն եմ։ բայց այդպես վարելու դեպքում ոչ մի բանին վնաս չի տալիս։ Չէ, ավտոն շահագործվում է, կյանքին է էլի վտանգ Այո։ սպառում այդ դեպքում։ Turbo Drive։ Արմեն, շնորհակալ եմ Turbo Drive-ին մասնակցելու համար։ Ձեզ էլ ենք շնորհակալ, որ այցելում եք մեզ։ Վարորդներին ինչ կասեք, որպես վարպետ։ Վարորդներին կասենք, Բերեք մեքենաները դիագնոստիկայի։ չէ, կանաչ ճանապարհ, Այո։ որ չգան մեր մոտ, ինչքան ուշ գան, այնքան լավ։ Turbo Drive